Բարև ձեզ։ ՀԾ հաշվապայոտ համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել Հայաստանի Հանրապետության տարածքներում ուծվող ապրանքների բեռնամաքսային հայտարարագրի ձևակերպումը։ Ներմուծված ապրանքների մուտքագրումը օտարերկրյա մատակարարից կատարվում է պայեստի մուտքի օրձր փաստաթղթով։ Բացենք նյութական արժեքների փաստաթղթերի մատյանը և խմբագրենք արդեն գրանցված պայեստի մուտքի օրձր փաստաթուղթը։ Քանի որ օտարերկրյա մատակարարի կողմից ավելացված արժեքի հարկ չի ներկայացվում, այլ այն գանձվում է մաքսային մարմինների կողմից սահմանի վրա, ապա պայեստի մուտքի օրձր փաստաթղթում ԱՀ-ի հաշվարկի ձևը նշվում է 3 առանց ԱՀ և տրվում են համապատասխան ձևակերպումները։ Մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և այլ լրացուցիչ ծախսերը արտացոլվում են հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթով։ Խմբագրենք հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթը։ Բեռնամաքսային հայտարարագիր ԲՄՀ փաստաթուղթը ծառայում է մաքսային սահմանի վրա գանձված մաքսատուրքի, մաքսավճարի և ավելացված արժեքի հարկի արտացոլման և հաշվառման համար։ Հայտարարագիրը կարելի է ուղղակի մուտքագրել փաստաթղթեր ցանկից կամ ստեղծել պայեստի մուտքի օրձր փաստաթղթի հիման վրա, անմիջապես փաստաթղթից կամ կանգնելով մատյանում փաստաթղթի վրա և ընտրելով ստեղծել փաստաթղթի հիման վրա հրամանը։ Լրացնենք ամսաթիվը։ Ընդհանուր էջում նշվում է մաքսատունը, որը նախապես պետք է ավելացնել գործընկերներ տեղեկատուում։ Լրացնենք մաքսավճարը։ Այստեղ լրացվում են նաև մաքսայինի հետ փոխհաշվարկների հաշիվները և բեռնամաքսային հայտարարագրի համարը։ Լրացնենք մեկնաբանությունը։ Անցնենք նյութական արժեքների ցուցակեջին։ Նյութական արժեքների ցուցակեջում լրացվում են ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունը։ Գումարային և քանակային տվյալները մասամբ լրացված են պայեստի մուտքի օրձր փաստաթղթից։ Եթե մեկ հայտարարագրով ձևակերպված են նույն մատակարարի մեկից ավելի ձեռքբերման փաստաթղթեր, ապա նյութական արժեքների ցուցակում կարելի է լրացնել բոլոր ապրանքները մի քանի անգամ կիրառելով ընտրել հիմք ՊՄՕ-ներ հրամանը։ ԲՄՀ-ում կարող են հայտարարագրված լինել մեկից ավելի տողեր, որոնցում խմբավորվում են միևնույն ԱՏԳԱ ծածկագրով ապրանքները, հայտարարագրի 32-33 սյունակներ, որոնց նկատմամբ կիրառվում է հարկման միևնույն հաշվարկը։ Մեր օրինակում խմբավորումը կատարված է 2 ծածկագրով։ ԲՄՀ-ում հայտարարագրված յուրաքանչյուր տողի համար կարելի է մուտքագրել մաքսատուրքը և ԱՀՀ գումարը։ Դրա համար անհրաժեշտ է էջի առաջին տողում ԲՄՀ-ի տողեր դաշտում ընտրել համապատասխան տողը և հայտարարագրից արտագրել մաքսային արժեքը՝ սյունակ 46։ Մաքսատուրքի և ԱՀ-ի գումարները՝ սյունակ 47, դրույքաչափերի հիման վրա կհաշվարկվեն ավտոմատ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է խմբագրել։ Մուտքագրելուց հետո գումարներն անհրաժեշտ է բաշխել խմբի մեջ մտնող ապրանքների միջև սեղմելով բաշխել ըստ տողերի կոճակը։ Լրացնենք մաքսային արժեքը նաև երկրորդ ծածկագրի համար։ Եվ նորից սեղմենք բաշխել ըստ տողերի կոճակը։ Փաստաթուղթը գրանցելիս հաշվարկված մաքսավճարը և մաքսատուրքը ավելանում են ներմուծված ապրանքների ինքնարժեքին և գեներացվում են հետևյալ գործառնությունները։ Այսպիսով, ԲՄՀ փաստաթղթի միջոցով համակարգում արտացոլվեցին սահմանին գանձված մաքսատուրքի, մաքսավճարի և ԱՀՀ գումարները։ Շնորհակալություն ուշադրության համար։